20 տարի առաջ մի խումբ երազողներ միավորեցին գիտելիքն ու փորձը մեկ նպատակով դարձնել Հայաստանը բիզնես աշխարհում վստահելի գործընկեր։ 20 տարի առաջ ամեն ինչ սկսվեց մի փոքր գաղափարից, հավատից մեր առաքելության նկատմամբ։ Երկխոսությունը դարձավ վստահություն, իսկ համագործակցությունը համաշխարհային հաջողություն։ Սկսվեց մի ճանապարհ լի հաջողության պատմություններով։ Կառուցեցին կամուրջներ, որոնք ոգեշնչում են, միավորում եւ վստահություններ շնչում։ 20 տարում մենք աջակցել ենք հարյուրավոր ընկերությունների, բացելով դռներ, որոնք տանում են դեպի նոր շուկաներ եւ հնարավորություններ։ Մայրամ Մանուկյանը ներկայանում է հայ արտադրողների համար որպես հայ դեսպան, ամբողջ աշխարհում ներկայացնելով հայ արտադրողներին եւ ամեն բան, ամեն ջիղ ու ջանք չխնայելով, որպեսզի հայ արտադրողը պատշաճ կերպով ներկայանա արտերկրներում եւ փորձի Հայաստանի արտահանման ներուժը զարգացնել։ IBRS-ը իմ համար առաջին հերթին եղել էր որպես բանալի շահադիտական, բայց այսօր նաև IBRS-ը ես իմ մեջ կգրեմ որպես իմ հարազատ գազագերբությունը, իմ հարազատ գառույցը։ 20 տարի առաջ Մարիամ Մանուկյանը հիմնադրեց այս խորհուրդը, որը հայտնի դարձավ մասնավորապես այստեղ Արևմտյան Միացյալ Նահանգներում Հայաստանի հայրենիքի հետ գործարար կապերի զարգացման իր ջանքերով։ Այսօր արդեն ներկայացուցչություններ ավելի քան 20 երկրում՝ Ֆրանսիա, Իտալիա, Վիեննա, Գերմանիա, Նիդերլանդներ, Չեխիա, Կիպրոս, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստանի Դաշնություն, Բելարուս, Ղազախստան, Չինաստան, Հնդկաստան, Լիբանան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ։ From Budapest, Hungary, on this very great occasion on the 20th anniversary of the International Business Relations Support Unit. To your team, to your staff, and also to your lovely family. It was great pleasure being and working in Armenia together with you. Շնորհակալություն, էսիտեցություն ձեզ։ Ձեզ շնորհիվ մեր հայրենիքում ամենալավ ապրանքի տեսակները, ամենահաջողակ բիզնեսմենները կարողացել են իրենց ամենալավ եւ արժանի ձևով ներկայացնել համաշխարհային շուկաներին։ Thank you for the excellent cooperation and we look forward to continue working together. As you know, for many years, friendship between Cyprus and Armenia is strong, and we hope together we can bridge our distances and make our friendship even stronger. Which helped you to achieve goal after goal. Well done. In the name of the Armenian-Egyptian Businessmen Association in Armenia and Egypt, we congratulate our partner and colleague, Mrs. Mariam Manukyan, for her dedication and to wish her good health and prosperity. Keep the good work, Mariam. I want to congratulate IBRS on 20 years of amazing business. We are so excited to partner with you in the future, and please, our city is wide open. Welcome. Congratulations, Ms. Manukyan and team, on the 20th anniversary of the Council of the International Business Relations Support. The Council has successfully facilitated international business cooperation, promoted investment, and fostered economic development in Armenia. Your efforts have forged strategic partnerships throughout the world. As Armenia continues on its path of growth and integration into the global economy, the Council's mission remains as vital as ever, connecting Armenian enterprises with the world and the world with the boundless potential of the Armenian market. It was my pleasure to join Mayor Joe Chen to welcome you to Torrance, California. I look forward to further collaboration as we build a long-lasting relationship focused on economic development. May the next 20 years bring even greater successes as the Council strengthens its position as a respected advocate and catalyst for international business in Armenia. Congratulations and good luck. Հայ տնտեսվարողների համար երաշխավորված արտահանումներ, ներդրումային ծրագրերի ապահովում, համաձայնագրեր եւ ուշագրեր բազմաթիվ երկրների հետ, բազմաթիվ բարեգործական եւ կրթական ծրագրեր, բիզնես դասընթացներ սկսնակ գործարարների համար, հայ գործարարների մասնակցության ապահովում միջազգային ցուցահանդեսների եւ համաժողովների, փառատոների կազմակերպում Հայաստանում եւ արտասահմանում։ Մեր պատմությունը գրվում է մարդկանց միջոցով։ Մաղթում եմ, որ այդ ուժը, էներգիա, ստեղծագործ միտքը երբեք չպակասի։ Դու շատ պետք ես մեր երկրին եւ մեր բիզնես միջավայրին։ Ցանկանում եմ նորանոր հաջողություններ, նորանոր բարձունքներ, նորանոր հորիզոններ աշխարհագրական նվաճել եւ ամենայն բարիք։ Ձեր ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ հսկայական է։
Միշտ զարմանում եմ եւ հիանում եմ ձեր ավյունով, աշխատասիրությամբ, խորաթափանցությամբ եւ նվիրվածությամբ։ Այն ինչ որ դուք անում եք, չափազանց կարեւոր է մեր երկրի համար։ Երբ ես քաղաքապետ էի, այդ որ մենք ունեցանք հանդիպելու ձեզի եւ բոլոր Գլենդելում այդ բիզնեսները, որ եկան Հայաստանից եւ Արցախից, դեր իմ հիշողության մեջ վար մնում է եւ անհամբեր սպասում ենք ձեր հաջորդ այցելության։ Վերջերս ես Մարիամի հետ եղա պատահաբար Էջմիածնի գործող մանկատանը եւ այդտեղ էր որ զարմացած մնացի, որ Մարիամը մյուս կանանց հետ միասին 10 տարի հովանավորել է մանկատանը։ Այսպիսին է հայկինը։ Շնորհակալություն ալգուզենք հայտնել ընդամեն խորհուրդ քաղաքապարը օգնությունը, որ մեզի դված է, ասում վերջին մի քանի տարիները։ Ցանկանում են մի 20 տարիներ եւս իր բարդագամության մեջը հաջող լինի։ Օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ սերտ համագործակցություն, հարկային եւ մաքսային բարեփոխումների բազմաթիվ օրինագծերի առաջարկներ, գործարարների խորհրդատվություն, շահերի եւ իրավունքների պաշտպանություն, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հավաստագրեր եւ պատվոգրեր։ Եթե մենք բոլորս միասին կարողանանք ձեռք-ձեռքի տալ եւ մեր գաղափարները համատեղելի դարձնել, որոնք կծառայեցնեն երկրի տնտեսության, բարգավաճմանը, զարգացմանը, օրենքների ճիշտ կիրառմանը, անշուշտ մենք կունենանք շատ ավելի մեծ Հայաստան։ Մեր պատմությունը դեռ նոր է սկսվում, եւ մենք որպես կամուրջներ կառուցող շարունակում ենք ընդլայնել Հայաստանի տեղը միջազգային բիզնես քարտեզում։ Մշտապես ինձ հարցնում են, որն է ձեր համար կյանքի ամենակարևոր առաքելությունը։ Ես մշտապես այդ հարցին պատասխանում եմ բարությունը։ Եվ շատ կարևոր մի կարգախոս ունեմ։ Երբ սովորական մի բարի լույսից աշխարհն ավելի բարի է դառնում, ինչու են մարդիկ աշխարհը խառնում։ Եվ ինչ են ուզում մեկը մյուսից, երբ իրար մաղթած մի բարի լույսից աշխարհն ավելի բարի է դառնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք եղել այս 20 տարվա ընթացքում։ Լավագույնը դեռ առջևում է։